Իրոք շատ կարևորագույն քննարկում է մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունների հետ կապված, բայց մի փոքր անդրադառնամ նախորդ ելույթներին, մարդու իրավունքների պաշտպանին ճնշման միջոցով հրաժարական են։ Ես խնդրում եմ դուք մի փոքր բառերի մեջ ուշադիր լինեք, դիմում եմ իմ գործընկերներին, որ քննադատությունը եւ ճնշումը տարբերվում են իրարից։ Այո, եղել են հանրապետական խմբակցության քննադատող պատգամավորներ, եղել են հանրապետական կուսակցության քննադատող կուսակից ընկերներ, եղել են նաև գովեստի խոսքեր ասող մարդիկ, բայց դրանք եղել են զուտ քննադատություններ։ Եվ թող չթվա, որ հաջորդ մարդու իրավունքների պաշտպանի հետ գա, բոլորը պետք է դրոշակները ձեռքին գովեստի խոսքեր ասեն։ Յուրաքանչյուր հաջորդ պաշտպան պետք է պատրաստ լինի նաև քննադատությունների եւ սուր քննադատությունների, որը ամենայն դեպս ես համոզված եմ, որ ով էլ որ ընտրվի մարդու իրավունքների պաշտպան, նա պետք է արժանանա նաև սուր քննադատությունների։ Հաջորդը մարդու իրավունքների պաշտպանի հրաժարականի հետ կապված։ Այստեղ ասում են, որ բավականին շատ հաջողակ աշխատող մարդու իրավունքների պաշտպանին ձեռք չէր տալի եւ այլն։ Ես ուզում եմ ձեզ մի փոքր պատմական էքսկուրս կատարեք Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունները, երբ որ ներկայացված էր Կարեն Անդրեասյանի թեկնածությունը։ Հետևյալ խոսքերը. հերթական հանրապետականի դրածոն։ Իրենց խոսքերը։ Հաջորդը գալիս է 1 ամիս, 2 ամիս առաջ մեզ մեջբերվեց Գագիկ Ջհանգիրյանի հարցապնդումը։ Այո, ես լավ հիշում եմ, գնահատելով Գագիկ Ջհանգիրյանի մասնագիտական ունակությունները, նա հարցապնդում է անում։ Արդյոք չես պատրաստվում դու հրաժարական տալ, քանի որ չես կարողանում իրագործել քո առաջադրված խնդիրները եւ այլն։ Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանում է. Եթե զգամ, որ այսպես կարող է նաեւ հրաժարական տամ։ Ինձ թվում է, որ նա կարող է լսել է Գագիկ Ջհանգիրյանի հորդորը, դրա համար է հրաժարական տվել։ Եվ որից հետո այդ դժգոհություններից հետո դրածո չես կատարում պարտականություններդ եւ հանկարծ ֆրակցիայի ղեկավարը հայտարարում է, որ ինքը ամենալավագույն աշխատողն էր, դրա համար ճնշեցիք, որ հրաժարական տա։ Այդպես արագ փոփոխություններ չի լինում։ Գնահատականների մեջ 1 ամսվա ընթացքում դες շատ հանկարծակի փոփոխություններ չի լինում։ Ինչևից է։ Հաջորդը, որ հանձնաժողովը պետք է կատարի այս ընտրությունները։ Բոլորդ համոզված եք, եթե հանրապետական խմբակցությունը կամ մենք առաջարկություն ներկայացրած ենք պետաիրավական հանձնաժողովի գլխավորությամբ, որ սա պետք է մարդու իրավունքների հանձնաժողովը այս թեկնածությունը տար, միանգամից պետք է դեմ կանգներ մեր ՀԱԿ խմբակցության 2 հոգանոց, 3 հոգանոց խմբակցությունը եւ միանգամից պետք է դեմ կանգներ եւ ասել ոչ, դա պետք է անի կամ պետաիրավականը կամ մեկ այլ հանձնաժողով։ Մենք դա բնական ենք համարում, այո, մեզ համար միևնույն է անկյաց ասած, թե որ հանձնաժողովը, բայց քանի որ մենք ամբողջ համանդրական բարեփոխումների գործընթացին հետևեցինք, որապես լուծը ընկած էր պետաիրավական հանձնաժողովի վրա, եւ այդ գործը մինչեւ վերջ պետք է շարունակի պետաիրավական հանձնաժողովը, մենք կողմնակից ենք դրան։ Նորից եմ ասում, այդքան մեծ տարբերություն չկա։ Իրենք էլ են ասում, կարող եք 1 օրվա մեջ փոփոխություններ կատարել, ուզում են ամբողջ վերահսկողություն իրենց մոտ լինի։ Բա ինչ եք կարծում, ում մոտ պետք է լինի 53%-անոց մեծամասնության մոտ պետք է լինի վերահսկողությունը, թե 3 հոգանոց ֆրակցիայի մոտ։ Ես դա բնական եմ համարում, որ պետք է լինի վերահսկողություն, դա պատասխանատվություն է պարզապես։ Դա պետք է լինի պատասխանատվություն։ Եվ մի փոքր թվաբանական ուզում եմ հաշվարկ կատարեք, մենք անթարաժ գնացինք, ասեցին, որ քանի որ այս մեր քաղաքական ուժերը շատ փոքր են, 5 հոգանոց, 6 հոգանոց, եւ չեն կարող բոլոր հանձնաժողովներում իրենց տեխնացիաներին առաջադրեն, ընդհանրած չգնացինք մեր փոքրամասնությանը, քաղաքական փոքրամասնությանը, հնարավորություն տվեցինք, որ յուրաքանչյուր կուսակցությունից 1 հոգին ներկայացված լինի 3 հանձնաժողովներում։ Մենք ունենք նմանատիպ 4 կուսակցություն, 3-ը 5 հոգանոց, 1-ը 7, դրանք 22 հոգի են։ 22-ը եթե բացում ենք 3-ով, լինում է 66։ Գումարած Բարգավաճ Հայաստանի 12 տեղը, 12 հանձնաժողովների նկատի ունեմ 78։ Գումարած 3 անկախ պատգամավորները 81։ 81 տեղ, այսինքն պատգամավորս քանակեց եւ հաշվենք։ Ունենք ընդդիմությունը, որովհետեւ բոլորդ ընդդիմադիրներ եք։ Ընդամենը 66, 67 հոգի հանած 3 մեր ղեկավար անձնակազմը 77 հոգի մենք ունենք եւ այստեղ մեզ քննադատում են, դուք հասկացաք երևի իմ հաշվարկը,
Այսինքն նրանք 81-ի իրավունք ունեն, պատգամավոր իրավունք ունեն հանձնաժողովների ընդգրկվելու, մենք 77-ի։ Եվ այստեղ քննադատում են, որ ասում են ընդամենը մարդու իրավունքների պաշտպանում դուք ներկայացված եք 20%-ով։ Եվ դուք մեզնից շատ եք ներկայացված, բայց ես չէի մտածում, որ հանկարծ քաղաքական փոքրամասնությունը դա կշահարկի այսօրվա համար եւ կասի, որ ինչու եք մեզ այսքան արտոնություն տվել, որ այսօր դուք չեք կարողանում ներկայացվել համապատասխան հանձնաժողովներում։ Դա այդքան էլ նորմալ չեմ ընդունում եւ այս ասում եմ, որ դա մեզ բաց թողումն է կանոնակարգ օրենքում եւ անպայման ես որպես հանրապետական խմբակցության ղեկավար, երբ որ մենք արդեն կսկսենք քննարկել կանոնակարգ օրենքը, հանրապետական խմբակցության անունից կլինի համապատասխան առաջարկությունը, որ այո, նման բախշումներ չլինի, որ այո, մեծամասնությունը պետք է պաշտպանի իր դերը եւ դերակատարությունը ազգային ժողովում, ինչպես նաեւ հանձնաժողովներում, որ մյուս անգամ նմանատիպ երևույթների առաջ մենք չկանգնենք։ Ինչևից է, կան շատ օբյեկտիվ առաջարկություններ եւ քննարկելի առաջարկություններ, որոնք լսվեց, եւ մենք նույնպես հանրապետական խմբակցությունը հորդորում է պետաիրավական հարցերի հանձնաժողովին, որ այս առաջարկությունները եւս մեկ անգամ քննարկման առարկա դարձնենք եւ մենք դեռ ժամանակ ունենք, բնականաբար եւ նաեւ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի եզրափակիչ ելույթի ժամանակ անդրադառնա դրանց եւ այդ հարցերը, այդ բոլոր խնդիրները, որոնք բարձրացվեցին ամբիոնից, մենք կդարձնենք քննարկման առարկա։ Շնորհակալություն, մենք բնականաբար կողմ ենք քվեարկելու եւ մասնակցելու ենք ակտիվ այն քննարկումներին, որոնք որ առաջարկություններ եղան այդ առաջարկությունների քննարկման։ Շնորհակալություն։